Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած, երկար ժամանակ արդեն նոր վիդեոներ չէի նկարում։ Ճիշտ ասած, պատճառներից մեկը այն է, որ շատ ժամանակ մտածում եմ, նկարում եմ, խոսում եմ Աստծո մասին, բայց չեք ընդունում։ Մեկը քֆուր տվող իր քֆուրն է տալիս, չգիտեմ, երթում անող իր երթումն է անում, չար իր չարությունն է անում, իրականում չեք փոխվում։ Դրա համար մի տեղ Աստվածաշնչում ասում է, քո ասում ադամանդները խոզերի աղաշ մի գցի։ Գիտես, մեկը որ անարգում է Քրիստոսին, ասենք մենակ խոսքով քրիստոնյա լինելը զզվելի է իրականում Աստծո առաջ։ Դրա համար էլ գրած ասում է վերջում ասում է շատերը դին դասել եք Տեր բա քո անունով երթում ենք անում ասում ենք ոտերը լվանք ջուրը խմենք վախ ենք գնում դժոխք Աստված էլ ասելու ձեզ ճանաչելով չեմ ճանաչում ասում է չգիտեմ դուք ով եք եղո գնացեք ինձանից։ Դրա համար իրականում երկրորդ պատճառն էլ է որ Աստված մեկ-մեկը net բաներ ասում որ ոնց գաս էդի ձեզ ասես, էդի որ ձեզ ասեմ, ինձ աղդվազեն պետք է մի տեղ խաչեք։ Որովհետև իրականում շատ կոպիտ բաներ ասում Աստված, որ ձեզ ասեմ, որ չգիտեմ հիմա օրինակով ասեմ, թե չէ, ավելի լավ է հիմա չասեմ, ժամանակը չի։ Ամեն դեպքում դրա համար ընկերներ չէի խոսում, իրականում շատ խոսացողներ կան, փառք Աստծո։ Ամեն երրորդ հաստուց է խոսում, Աստծո փառքից ու շնորհքից է խոսում, Աստված շատ ծառայողներ ունի, շատ բանակներ ունի, փառք Աստծո ժամանակին հասցնում են իրանց խոսքը, զուտ է դեր։ Երեք ճիշտ ասած մարդ էր եկե խոսում էր, այտենց Աստծոց էր խոսում, ասում է երկու քրիստոնյաներ ասում է մեկը հնդկահավեր ուներ 20 հատ ասում է, այն մյուսը ասում է մի հատ շուն ուներ։ Ասում է մի օր ասում է շունը մի քանի հատ հնդկահավ գերավ, ասում է երկու քրիստոնյա եղբայրները, որ իրար Քրիստոսով աղբեր են, ասում է թշնամացան։ Ասում եմ ախր խնդիրը հնդկահավերի մեջ չի, ասում եմ խնդիրն է որ այդ մարդիկ քրիստոնյա չեն, չգիտեն Քրիստոսի զորությունն ինչ, ոնց կարելի է հնդկահավի համար թշնամանը։ Այսօր աշխարհն է այդպես ընկերներ, մենք ասում ենք քրիստոնյաներ, բայց 10,000 դրամի համար պատրաստ ենք այդ մարդուն տանով տեղով ծախենք գերության, որ մեր 10,000 դրամը վերադարձվի։ Ձեզանից շատերը դրա մեջ են, ու մի էլ ասեք այդպես չի, որովհետև այդպես է ընկերներ։ Փողը այսօր իրականում բոլորին խափելա ու ծառայակից է սարքել իրանց, դրա համար էլ ուրանում ենք թե Աստծո զորությունը, թե Աստծո փառքը, կամքը, ինչ-որ գումարի դիմաց։ Գիտես այդ մարդը, ճիշտ ասած քրիստոնյա մարդը, ասում է գնացի ուզեցա խաղաղություն անեմ, ասում է նստեմ հետները խոսամ, ասում եմ իսկ ինչի ասում եմ չվճարեցիք այդ մի քանի հատ հնդկահավի համար էլի, հա, որ դուք վճարեիք։ Չասում է ես կարծեցի ասում է դա ճիշտ չի։ Գիտես հետաքրքիրը որն է, այ հենց դա ամբողջ խնդիրը, որ մենք շատ ժամանակ կարծում ենք, թե մենք ճիշտ է գիտենք։ Դրա համար միտեղ էլ Աստված ասում է ձեր հասկացողության, ասում է մի վստահեք, ասում է։ Մենակ Աստծո խոսքի վստահեք։ Գիտես ես օրինակը վերցնում եմ, ինչից եմ այդ օրինակը վերցնում, էլի։ Ինքը չի վճարել ու չգիտի հետո ինչ կարա լիներ, հա, գիտի որ չի վճարել, խաղաղություն արը չի ստացվել, այտենց էլ է երկու քրիստոնյա աղբերները չնայած քրիստոնյա չի։ Գիտես Քրիստոսը որ եկավ որպես խաղաղություն անող, ընդդեմ միտեղ էլ ասում է Երանի խաղաղություն անողներին, որ Աստծո որդի կոչվեն։ Որովհետև մենք հոր հետ թշնամացած էինք, այտենց է գրած է։ Քրիստոս եկավ խաղաղություն անելու, ամբողջ խնդիրը գիտեք որն է ընկերներ, որ իրականում մենակ խոսքով չասես խաղաղություն արեք, այլ վճարեց մեր համար իր արյունով։ Դա մի գինա որ արժեք չունի։ Դա մի գինա որ մենք չենք կարելի վաստակել, բայց ինքը վճարեց, ասեց ես քո համար վճարում եմ, որ դու խաղաղություն ունես։ Գիտես, այդ նույն Քրիստոսի օրինակով քրիստոնյաները չեն շարժվում, ընկերներ։ Դրա համար շատ ժամանակ չեմ ուզում կիսվեմ, գտել եմ, ես իմ գանձը գտել եմ։ Իմ Աստված ինձ օրհնելով օրդում է, իրականում գերակուրս պատրաստում է, տալիս է, չգիտեմ, հագցնում է, կապցնում է ամեն ժամանակ իրականում։ Բայց որ նայում եմ մարդիկ իրականում Աստծո խոսքին վերաբերվում են որպես այտենց պատմություն էլի, հա։ Գիտես, այնպես ցավ է իմ համար, որ կիսվեմ իմ գտած ադամանդները տամ ձեզ ընկերներ, դրա համար չեմ տալիս, տվողներ շատ կգնացեք լսեք իրանց։ Ամեն դեպքում սրանով է ուզում կիսվել ընկերներ, խոսքը մենակ լսող մի եղեք, այլ կատարող եղեք, որովհետև Աստված փնտրում է կատարողներին, ոչ թե լսողներին, այսօր ալլամ աշխարհը խոսքը լսող է, ուտում են, խմում են, առնում են, ծախում են, մարդ են գնում եւ այլն, վերջում իրականում օրը գալու է, ու շատ դժվար ալնելու ընկերներ, շատ դժվար ալնելու Աստծո գալուստը մոտ է, ամեն դեպքում, եթե ձեր կյանքի ընթացքում էլ Աստծո գալուստը չլինի, որ շատ քրիստոնյաներ արխային այտենց ապրում են, ասեմ որ շուտով մահը ձեզ վրա է հասնելու, դուք եք գնալու, իրականում Աստծո արքայությունը ձեզ հասել է, երբ որ փարիսեցիներին ասում են Աստծո արքայությունը ձեզ հասել է, այդ նշանակում է որ մեղնելու ես ես ընկեր, ու այդ է կարևոր թե ուր ես գնալու, սրանով է ուզում կիսվել ընկերներ, այդ խոսքը որ մի անգամ կարդում եք այդ Աստվածաշունչը թող ձեր սրտում գրվի, որ պահեք, որ
իմանաք, որովհետև որ դուք երկու անգամ երկուսը գիտեք 4-ը, ամեն անգամ որ ինչ-որ հաշվարկներ տուն կառուցելուց որ նստում եք հաշվելու, երկու անգամ երկուսը 6 չեք անում, որովհետև գիտեք որ երկու անգամ երկուսը 4-ը։ Նույնն էլ Աստվածաշունչն է, որ գրած է մի բարկացի կամ բարկությանդ մեջ մի մեղանչի, այդ նշանակում է որ ամեն անգամ բարկանում ես, պետք է հիշես, որ չպետք է մեղանչես ու պետք է լուրջ ենաս, հա։ Պետք է զիջես, պետք է տաս, որ քեզ տրվի, պետք է ներես, որ դու էլ ներվես, պետք է չհայհոյես, որովհետև գրված է ընկերներ։ Ինչա որ այդ երկու անգամ երկուսը կարող եք անգիր հիշեք, բայց Աստծո խոսքերը, որից կյանք է բխում, որն էլ հավիտենությունն է, ճանաչելն է Աստծուն, չեք կարող հիշեք։ Սրանով եմ ուզում կիսվե ընկերներ, այսօր սրտից կար որ ասեի, երբ որ ժամանակը կամ մի օր Աստված ասի այն, որ ինչ որ քեզ ասել եմ, կիսվի ես մարդկանց հետ, կկիսվեմ իրականում։ Չնայած էլի ասում եմ, բայց ես դուք չեմ անում կիսվեմ ձեր հետ։ Հələ որ մարմնի մեջ եմ զու դրա համար։ Սրանով եմ ուզում կիսվե ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, օրհնում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։